Հայկական առաջին գինին է ստեղծված AI-ի օգնությամբ։ Դավիթն ու Դավիթն են նախաձեռնության հեղինակը։ Առաջին փորձն էր, որ Հայաստանում արհեստական բանականության պաշարը եւ մարդկային հմտությունները փորձը գումարվեցին իրար։ Անկեղծանում է, գաղափարը ծնվել է ընկերներից մեկի միամիտ հարցից. տեսնես արհեստական բանականությունն ավանդական մեր գինեգործության համար ինչ կհուշի։ Այդպես էլ սկսել են գինու անունն ընդཐུպ ընտրել տեխնոլոգիական բոլորին հասկանալի միջազգային տերմին։ Արհեստական բանականության հարցումը հենց դա պրոմպտն է։ AI-ի խորհրդով է նաև շշի ձևավորումը։ Պիտակի դեպքում առաջարկել է տեղական արտադրողների կողմից կիրառվող դասական ձևի փոխարեն փակցնել մեկ ամբողջականը։ Հուշել, թե գունային ինչ գամմա ճիշտ կլինի օգտագործել, որ խանութի դարակաշարերին եվրոպացի սպառողն էլ ձեռքը հենց այդ ապրանքին տանի։ Ետնապիտակ ու դիմային պիտակ երկու պիտակ չի։ Սպիտակ գինու հետ շատ համադրելի է այս կանաչի երանգ ունեցող գույնը։ Այս ավելի շատ իր արհեստական բանականության խորհուրդն է եղել երևի թե քան մերը։ Արհեստական բանականությունը տղաներին նաև գինու համ, կուպաժ, խաղողի տեսակների ընտրության հարցում է օգնել։ Առաջադրանք են տվել հայկական էնդեմիկ սորտերից համեղ հետաքրքիր փունջ ձևավորել։ AI-ը գործի է դրել տեխնոլոգիական մոդելները, քրքրել ինտերնետ տիրույթում եղած գինեգործական պատմությունը, վիճակագրությունն ու մանրամասն ցուցումներ տվել, ներկայացնում է Դավիթ Գրիգորյանը։ Արհեստական բանականությունը մեզ հուշեց նաև, թե ինչպես խառնել, ինչքան օրինակ ոսկե հատով տալ մարմինը գինու եւ խաթունիով մի քիչ իրան թեթևացնել, փոխել, ինչ որ շնորհք տալ ու դրանով արդեն ամբողջությունը ստացվեց։ Թե կարմիրի դեպքում, որտեղ արենի եւ թոզոտ տեսակներն են, իսկ սպիտակը ոսկեհատ եւ խաթունի։ Բուն գինին արդեն Վայոց ձորի 2024 թվականի բերքից թնդեցվել է ավանդական եղանակով տակառներում առանց արհեստական բանականության միջամտության։ Արդյունքը հպարտանում են եւ պրոֆեսիոնալ սոմելիեներին է դուր եկել եւ գինեսերներին։ Մենք նկարահանման էինք, չհամտեսեցինք, բայց պնդում են, ով փորձում հավանում է։ Սա մի քիչ ավելի եվրոպականի նման է դառել։ Իրենք ավելի հեշտ են խմելու համար եւ թեթև։ Ավանդական գինեգործության հետ արհեստական բանականությունը համադրելու իրենց գաղափարն ինչպես է ընդունել շուկան հարցին, բժիշկ կենսաքիմիկոս ռեստորանային ոլորտում աշխատող Դավիթ Ավագյանը ժպտում է։ AI-ն արդեն վիրահատարանից խոհանոց ամենուր է ասում է։ Իրենց նպատակը կենտրոնացում ֆոկուսը խաղողի մեր էնդեմիկ սորտերի գինեգործության ավանդույթների վրա պահելով միջազգային սպառողների ճաշակին քիմքին մոտ ապրանք ստանալն է, ինչը թույլ կտա ավելացնել հայկական գինու արտահանումները։ Եղել են ավելի շատ լավ խոսքեր ու զարմանք, քան քննադատություններ։ Հայկական առաջին ու կարծես թե դեռ միակ AI հուշումներով արտադրված գինին նոր է շուկա մտնում, լայն վաճառքներում առայժմ չկա։ Բայց կան ամենակարևորը կա գինու մասնագիտացված խանութներում, կետերում, հոռեկա ոլորտում ենք առաջնային շուկա մտել եւ արդեն արտահանման վրա ենք սկսել աշխատել։ Անպայման պետք է արտահանենք իրան, որ մեր Հայաստանի թե տեխնոլոգիական, թե գինեգործական ավանդույթների համակցված գեղեցկությունը մեկ շշի մեջ կարողանան նաև այլ երկրներում փորձել, ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան։ Որտեղ էլ բացվեն այս շշերը, խմողին հայկական խաղողներից են պատմելու։ Պիտակներին Դավիթները կարճ երկխոսություն են տպել իրենց ու AI-ի զրույցից։ Մենք ասել ենք պատմություն պատմիր առանց բառերի։ Ինքը ասում է արենիով, արենին առաջինը կխոսի, հետո թոզոտը նախադասությունը կավարտի։ Հերմինե Բաղդասարյան, Ժիրայր Հաբետյան լուրեր։